Իհարկե, մարմնական վնասվածք հասցնելու բոլոր դեպքերը չեն, որտեղ են գտնում ոստիկանության ամփոփագրերում։ Ծեծ ու կռիվ շատ ավելի հաճախ է լինում, ու եթե ծանր հետևանքներ չի ունենում, սովորաբար մնում է տան պատերի ներսում։ Բայց ի վերջո ով կարող է երաշխիք տալ, որ ասենք ընտանեկան պարբերական վիճաբանությունները, թեթև հետևանքներով բռնությունները մի օր ծանր դեպքի չեն հասցնի։ Ցավոք հիմնականում հենց այդպես էլ լինում է, երբ վիճող ու վիճաբանող կողմերի մեջ բացակայում է ամենափրկիչ հանդուրժողականությունը։ Խնդիրը հասկանալու համար վերցնենք միայն մեկ օրվա ամփոփագիրը։ Շենգավիթում սեպտեմբերի 2-ին փողոցների խաչմերուկում վիճաբանության ժամանակ մի մեքենայի վարորդն ու ուղևորը ծեծել են մեկ այլ վարորդի։ Չարբախում մի կին ահազանգել է, թե նախկին ամուսինը վիճաբանության ժամանակ քարով խփել ու կոտրել է պատուհանի ապակիները, հարձակվել է տան վրա եւ փորձում է ծեծել երեխաներին։ Քիչ ուշ նախկին ամուսինը ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, թե աները սպառնացել է դանակով սպանել իրեն։ Ոստիկանները տեղեկություն են ստացել, որ Նոր-Նորքում օգոստոսի 27-ին վիճաբանության ժամանակ մեկը գլխով հարվածել է մի քաղաքացու, պատճառելով մարմնական վնասվածք։ Նույն օրը Արտաշատի գյուղերից մեկի մի բնակչուհի հայտնել է, թե վիճաբանության ժամանակ հարևանը ծեծել է իրեն։ Արտաշատում մեկ այլ գյուղում տանը վիճաբանելիս ամուսինը ծեծել է կնոջը, որն էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Արարատում սեպտեմբերի 2-ին գյուղերից մեկում ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ անհարկի վիճաբանել է կնոջ հետ ու ոտքերով ծեծել նրան։ Ոստիկանության աշխատակիցները տեղեկություն են ստացել, որ Մասիս քաղաքում օգոստոսի 31-ին երեկոյան 5-ի մոտ երկու հոգի հրապարակում վիճաբանել են եւ երկուստեք հասցրել մարմնական վնասվածքներ։ Այնթափ գյուղում նույն օրը հայտարարություն է տվել մի կին, որ ժամեր առաջ գումարի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ համագյուղացի մի տաքսիստ ձեռքով հարվածել է իր դեմքին, ինքն էլ քարով նախ կոտրել է նրա տաքսու ապակին, ապա նաեւ նույն քարով հարվածել նրա մեջքին։ Արմավիրում նույն օրը երեկոյան վիճաբանության ժամանակ մի տղամարդ 5-ից 6 անգամ երկաթե շղթայով հարվածել է մեկ ուրիշի։ Փարաքար գյուղում նույն գիշեր տանը վիճաբանելիս ամուսինը ծեծել է կնոջը, վերջում էլ հրել, ինչի հետևանքով կինը մարմնով կոտրել է պատուհանի ապակին, որից էլ վնասվել է ձեռքը։ Վարդենիսի գյուղերից մեկի դաշտում ոռոգման ջրի համար ծագած վիճաբանության ժամանակ մեկին ծեծի են ենթարկել ազգականները, գլխի շրջանում պատճառելով մարմնական վնասվածք։ Վանաձորում հարևանուհիների միջև ծագած վիճաբանության ժամանակ մեկը հրել է 1932 թվականին ծնված թոշակառու կնոջը, որն էլ ընկնելով ստացել է մարմնական վնասվածք եւ տեղափոխվել հիվանդանոց։ Բյուրեղավանում հաղորդում է տվել մի կին, հայտնելով, որ նախորդ օրը իր հարևանուհին ու հարսը տանը ծեծի են ենթարկել իրեն։ Գառնիում ամուսինը բռունցքներով ծեծել է կնոջը, պատճառելով մարմնական վնասվածք։ Կինը դիմել է բուժօգնության։ Չարենցավանում մայրն է դիմել ոստիկանություն, հայտնելով, թե որդին ծեծել է իրեն։ Տավուշում, Բերդ քաղաքում վիճաբանության ժամանակ 21-ամյա մի կնոջ ոտքերով ծեծել է 28-ամյա մի տղամարդ։ Կենտրոնականի ոստիկանություն դիմաց Անահիտը հայտնել էր, որ իրեն ծեծի են ենթարկել երկու կին։ Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ նրանցից մեկը Արագածոտնի, մյուսը Գեղարքունիքի մարզի բնակիչներ են, երկուսն էլ բերման են ենթարկվել։ Եվ այսքան անհանդուրժողականություն միայն մեկ օրում։ Իսկ թվերն այլ բան են ասում։ Անցած տարվա առաջին 7 ամսվա ընթացքում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 784 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 718, այսինքն 66-ով պակաս։ Ամենաշատը կիրառվել է քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածը՝ դիտավորության առողջությանը թեթև վնաս պատճառելը։ Անցած 7 ամսում 520, այս տարվա 7 ամսում 445 անգամ։ Այս հանցատեսակի առումով ամենավտանգավորները որակվում են քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորության առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Այս առումով իդեպ գրանցվել է աճ, ինչը մտահոգիչ է։ Անցած տարվա առաջին 7 ամսում այս հոդվածով հարուցվել է 111 քրեական գործ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 130։ Ավելին, եթե անցած տարվա 7 ամսում գրանցվել է մահվան ելքով 4 դեպք, 2014 թվականի առաջին 7 ամսում այդ թիվը դարձել է 9։ Իհարկե, բոլոր հանցատեսակների դեպքում էլ շատ ավելի արդյունավետ է դրանց կանխարգելումը, իսկ մարմնական վնասվածքները սովորաբար լինում են մտերիմների, բարեկամ հարևան ընկերների, ընտանիքի անդամների միջև ծագած վեճերի հետևանք, հաճախ կատարվում տան պատերից ներս, օտար աչքից հեռու։ Այդ պատճառով էլ սրանց կանխարգելումը դժվար գործ է, չնայած արվում է հնարավոր ամեն ինչ։
Ահա ընտանեկան վեճերի հետևանք մարմնական վնասվածքների վիճակագրությունը։ Անցած տարվա 7 ամսում գրանցվել է այդօրինակ 83 դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում 55։ Անցած տարվա 7 ամսում ամուսինները կանանց վնասել են 45 անգամ, կանայք ամուսիններին 3։ Այս տարվա 7 ամսյակում ամուսինները կանանց վնասել են 35, կանայք ամուսիններին 2 անգամ։ Եթե նախկինում 3 ծնող վնասվածքեր հասցրել զավակին, այս տարի դեռևս նման բան չի գրանցվել։ Զավակը ծնողին վնասելու դեպքերն էլ նվազել են, 16-ից դառնալով 10։ Եվ այս նվազումները պատահական չեն։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու բարդությունը, ոստիկանության պետի 2013 թվականի փետրվարի 16-ի հրամանով քրեական հետախուզության գլխավոր վարչությունում գործող համապատասխան բաժինը դարձավ անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչություն։ Թվերն էլի կնվազեն կանխարգելիչ բացատրական միջոցառումների եւ քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման շնորհիվ։ Այդ թվերի հետևում մարդիկ են, ճակատագրեր։ Այդ թվերից ամեն մեկով քննություն կատարելուց հետո իրավապահները ամենահաճախը լսում են զղջումի խոսքեր։ Մեկ էլ զարմանք, թե որ պահին էր, որ կորցրին ամենափրկիչ բանը՝ հանդուրժողականությունը։